Կանադայում մի հատ բան կա, որ իրանք չեն սիրում կոնֆլիկտ։ Ցանկացած իմիգրանտ, որ գնում է ուրիշ երկիր, պետք է հասկանա, որ իրան այնտեղ չեն սպասում։ Մշակութային առումով դե դատար կա։ Ուղիղ ֆլետ երկիր է, այդ ապահովությունը ոնց որ Երևանում է չկա։ Այդտեղ մենք օտար մարդիկ ենք, որոնց ամեն ինչում պետք է ապացուցենք, որ մենք ավելի լավն ենք։ Իմ համար կյանքի որակը իմ համար իմ ընտանիքն է։ Եթե իրանք ուրախ են, երջանիկ են, իրաց համար հեշտ է ապրելը, դա է կյանքի որակը իմ համար։ Ողջույն, այսօրվա մեր հյուրն է Մինաս Համբարձումյանը, ով արդեն 10 տարի է ընտանիքով ապրում է Կանադայում։ Այսօր նա մեզ կներկայացնի, թե ինչպես են տեղափոխվել Կանադա, հարմարվել նոր երկրի կյանքին, կենցաղին եւ աշխատանք գտել։ Նաեւ կկիսվի իր խորհրդով մեր հայրենակիցների համար, ովքեր պատրաստվում են տեղափոխվել Կանադա։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր զրույցները։ Այցելեք մեր կայք, ինչպես նաեւ հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ Մինաս ջան։ Բարև ձեզ Շուշան ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ հնարավորություն ունեմ փորձով կիսվելու։ Եկեք պատմեք մեզ, ինչպես եղավ, որ հայտնվեցիք Կանադայում եւ ինչու հատկապես հենց Կանադա։ 2015 թվականին որոշեցինք դա, ոնց որ ընտանիքս նոր ձևավորվում էր, այդ ժամանակ Կանադան դեռ ուներ բաց հնարավորություն միանգամից որպես մշտական բնակիչ գալու։ Վերջին ոնց որ փուլերն են ընդունում կոնկրետ այդ ծրագրով, որը կոչվում է Skilled Migrant Program։ Որոշեցինք դիմել, այնց դիմեցինք անցանք ու քանի որ անցանք, մեր մոտ հարց առաջացավ, թե ինչ անենք։ Մնանք, շարունակենք մեր ընտանիքը, մեր բալիկան նոր էր ծնվել, թե գնանք։ Որոշեցինք փորձենք Կանադան ու տեղափոխվեցինք ու բավականին հետաքրքիր շարժեր դա մեր համար։ Իրականում որոշ առումով նույնիսկ մեր կյանքի որակի հաշվին տեղափոխվեցինք Կանադա, որովհետև ստեղամիջ պետք է նորից սկսենք, մենք բավականին լավ տեղավորվել ենք Հայաստանում, լավ աշխատանք ունեինք եւ ամեն ինչ բաներ, ուղղակի ընդհանուր գաղափարը փորձելու համար եկանք Կանադա։ Բայց Հայաստանում ի՞նչն էր խանգարում, որ ամեն դեպքում այդ միտքը ծագեց, որ կարելի է տեղափոխվել։ Ոչինչ իրականում չէր խանգարում մեզ, մենք շատ լավ աշխատանք ունեինք ու իրականում միակ բանը, որ անհանգստացնում էր, դա ապահովությունն էր երկրի ու ոնց որ քաղաքական մթնոլորտը, որը որ ոչ մի հույս չէր նշնչում այն ժամանակ, դա համար որոշեցինք տեղափոխվել։ Որ հիմա լիներ այդ շանսը, կծագեր ձեզ այդ միտքը, թե ամեն դեպքում կմնայիք։ 2020 Մեկ ոդրությամբ շատ հնարավոր է, որ չտեղափոխվենք արդեն։ Հիմա որ այս ոգևորությունը մարդկանց ու ընդհանուր որ տեսնում ենք ու զարգացումները Հայաստանում, շանսերը շատ ավելի քիչ կլինեն, որ կտեղափոխվենք։ Իսկ տեղափոխվելուց հետո ունեիք հիասթափություններ Կանադայում, որ ամեն դեպքում խի տեղափոխվեցինք։ Ճիշտն ասած, մեր ընտանիքում ես ամենաշատ փորձովն եմ դրսում ապրելու, կյանքիս երևի 80%-ը դրսում եմ ապրել, սովորել եմ Անգլիայում եւ տարբեր երկրներում եմ փորձել ինձ, այսինքն երկիր գնալու, այնտեղ տեղավորվելու բոլոր այդ մարտահրավերներին ինձ ծանոթ են, այսինքն ես դժվարություն եմ պատասխանել, հաղթահար եմ, ու ասենք ոնց որ հիասթափվել է ինչ-որ տեղ գնալու, դա ոնց ասեմ, թույլ եւ սխալ բանն է։ Ընդհանրապես պետք է ոնց որ մարտական տրամադրված գնաս, որովհետեւ ու վստահ կողժիր վրա։ Այդ դեպքում որոշակի հաջողությունների կհասնես։ Եթե գնաս, ասենք ինչ-որ ամեն քայլափոխին ինչ-որ բանից հիասթափվես, չէ։ Դե իհարկե ոնց որ բաներ կար, որոնք որ մեզ սկզբում շատ դժվար էր, այո, հոգնեցնում էր, հատկապես որ մենք նոր ենք այստեղ, նոր մարդիկ ենք, պետք է նոր ներկայանանք հասարակությանը, ամեն պահանջները տարբեր են, մենք նորից պետք է սովորենք, նորից պետք է ոնց որ մեր մտածելակերպը որոշակի փոփոխությունների ենթարկենք, որպեսզի կարողանանք ինտեգրվել։ Այսինքն ցանկացած իմիգրանտ, որ գնում է ուրիշ երկիր, պետք է հասկանա, որ իրան այնտեղ չեն սպասում։
ժպիտով չեն դիմավորի շատ հազվադեպ դեպքերում է, եթե ասենք ես ինչ որ մրցանակ Նոբելյան մրցանակի ես ինչ ես բանես, այն ժամանակա գնում ես մոտ միանգամից կամ ասենք աշխատանքդ միանգամից գտել ես այնտեղ, հա, այդ դեպքում բավական հեշտ է, բայց մենք բարական մենք որոնց եկանք, որ ամեն ինչը զրոյից սկսել ենք, մեր աշխատանքներն ենք մենք կերտել, մեր կենցաղներն ենք մենք կերտել, ու ասենք այդ բոլոր փուլերով անցել ենք։ Հա։ Ամենամեծ դժվարությունը դա էր, որ փորձում ենք հասկանանք, թե որն է ընդունելի, որը ընդունելի չի, այս հասարակությունում, այսինքն փորձում ենք հասկանանք ինչի մեր կրթությունը չի ընդունվում գործատուների կողմից, ինչ կարող ենք անել դրա շուրջ, որպեսզի դա հաղթահարենք, ինչու մեր աշխատանքային փորձը չի ընդունվում տեղի գործատուների կողմից, ինչ կարող ենք դրա շուրջ անենք, ու ասենք այդ բոլոր բաները ստեղծում են դժվարություններ իհարկե, ու ասենք պետք է մտածել, ոնց դրա տակից դուրս գաս։ Պատասխանը գտնեք։ Պատասխանը ո՞նց էիք գտնում ամեն դեպքում, օրինակ ո՞նց էիք հասկանում, որ այստեղի մասնագիտությունը այդտեղ ընդունված չի, հետո կողմնորոշվեք, բա որ մասնագիտությունն է այդտեղ ընդունված, հետո ոնց սովորեք այդ մասնագիտությունը, ամեն դեպքում երկար ժամանակ է պահանջվել, կարծում եմ։ Դե հա, միանգամից չի լինում, օրինակ մասնագիտություններ կան, որոնք բավականին հեշտ են, օրինակ եթե ծրագրավորող ես կամ ֆինանսիստ ես, որոնք ստանդարտները ոնց որ բան են, նույնն են բոլոր երկրներում, ու այդ մասնագիտությունների տերերը ավելի հեշտ են գտնում աշխատանք։ Մեր բնական ես մարքեթինգի եւ հաղորդակցության մասնագետ եմ, տիկնս HR եւ հյուրանոցային բիզնեսի, իր համար ավելի հեշտ է, ինքը միանգամից աշխատանք գտավ։ Ես ինձ մոտավորապես 3-4 տարի տևեց, մինչև ես հասկացա, որ ոլորտում ինչ պահանջարկ կարող եմ ստեղծել։ Նորից եմ ասում, ինձ ոչ մեկ ստեղ չէր սպասում, այդ պահանջարկը ես եմ ստեղծել իմ համար, այսինքն գործատուների համար, իմ կլիենտների համար, ու վերջում դրան եկա, որ ես իմ անձնական բիզնեսը սկսեցի, ոչ մեկի վրա, ասենք, տենց 100% հույս չեմ դնում, ես ավելի շատ ոնց որ աշխատում եմ ստեղծել մի քանի ոնց որ եկամտի աղբյուր փոխարենը, որ աշխատեմ մի տեղ։ Ու դրա շուրջ ավելի հաջողակ եղա իմ մոտ, ասենք նույնիսկ շատ լավ բջջային հավելվածներ ստեղծեցի, տարբեր կլիենտների համար տարբեր օնլայն հարթակներ եմ ստեղծում ու այդ առումով աճեցի։ Հա։ Իսկ աշխատանքը ամեն դեպքում այնպիսի աշխատանք է, որ նաև ոնց որ կապ ունեք Հայաստանի հետ, ոնց որ օգտակար լինեք Հայաստանի հայրենիքի համար, թե ամեն դեպքում լավ Կանադայի վրա եք թեքված։ Չէ, կապ ունեմ ու ծրագրավորումը տեղի ունենում հենց Հայաստանում, այսինքն իմ թիմը ծրագրավորողների Հայաստանում է ու հայկական ինտելեկտուալ ներուժն է օգտագործում ստեղ, որը որ շատ գնահատվում է, շատ տարբեր է, ստեղ աշխատանքային ոճից, մենք որպես հայ շատ ավելի կրեատիվ ենք, շատ ավելի պատասխանատու ենք, շատ ավելի մաքուր ենք աշխատում։ Ստեղծագործ ու մաքուր, ոնց է ակուրատ, accurate, ավելի լավ ենք աշխատում, դա մարդկանց կողմից գնահատվում է։ Հա։ Հետո ինձ թվում է մենք ավելի պատասխանատու ենք, չէ՞։ Շատ պատասխանատու ենք, հա, ու բարեխիղճ ենք, այսինքն հայ սիրտը շատ ավելի բարի է, շատ ավելի ոնց ասեմ, պատասխանատու է իր շրջապատի նկատմամբ։ Իսկ լեզուն գիտեիք ամեն դեպքում որտեղ փոխվում եք, թե։ Լեզուն գիտեինք, հա։ Կանադայում երկու լեզու կա, ֆրանսերեն եւ անգլերեն։ Դե մենք անգլերենով արդեն եկել ենք, այսինքն ես այդ տիկինս հետ իրար։ Ահագին օգնել է էլի այդ հանգամանքը։ Մեր երեխան 4 տարեկան էր, ստեղ 6 ամսում սովորեց դա, մյուս աղջիկը ստեղ ծնվեց արդեն բարև ոնց որ ինտեգրված։ Հա։ Երեխան մեծ երեխան ստեղ երևի մանկապարտեզ գնալուց է եղել, որտեղա փոխվել եք, չէ՞։ Ահա, մանկապարտեզ էր գնում ու բավական դա նաև ոնց որ փորձության փուլերից մեկն էր, ինքը որ եկավ իր համար, հա, նույնպես, չնայած ինքը փոքր էր, դա ցույց չէր տալիս, բայց էլի ստրեսային ինչ որ փուլ անցավ հարմարվելու ու այդ լեզուն սովորելու ընթացքում ու զգում ենք, որ հա, իրան էլ այդքան հեշտ չի, բայց դա երեխաների ուղեղը ոնց որ սպունգի նման է, միանգամից ընկալում են ամեն ինչ, որ հարմարվում են, դա հասկանալի է, հա, բայց ոնց որ հարմարվեց, հա, տեսանք, ու այդտեղ այդ մանկապարտեզ գնալը, բան, այդ հարմարեցնելը, դա բավականին
էլի խնդիր էր, այսինքն ոնց որ նույնիսկ ասենք մշակութային տարբերությունը, թե մեր մոտ ոնց են երեխեքին հետևում, ստեղ ոնց են հետևում, դրա շուրջը պետք է ահագին պայքար է, ասենք, ստեղ մանկապարտեզներ կան, որոնք մեր ստանդարտներին ընդհանրապես չեն համապատասխանում, ասենք, կարող է գետնին, ասենք գետնին կարող է մատրաց փռած լինի, տենց քնեն երեխեքը, իսկ մեր մոտ սովորեն, որ մահճակալի վրա են չէ քնում, կամ ասենք երեխեքը դրսում խաղում են, իրանց ջեկետները բաց վազվզում են, մեր մոտ ասենք կարող է հետևեն դրան, բայց ասենք ոնց որ այս ստանդարտների հետևից պետք է գնաս, որ գտնես կոնկրետ քո մանկապարտեզը, որը որ քո բանա, վերջում դուրս եկա, որ մեզ համար ամենահարմարը մեր երեխայի բանն էր, փոքր day home-ա կոչվում էդի, տնային պայմաններում մանկապարտեզներ, որտեղ ասենք երեխու հանդեպ ուշադրությունը ավելի ոնց որ շատ էր, ու ասենք սա գալիս է կոնկրետ քո ստանդարտներից, թե դու ինչ ես ընդունելի համարում, որովհետև այստեղ մարդիկ կան, որոնց համար այդ բրախած վիճակը ոնց որ բանա էլի ընդունելի է մեզանում, հա, մենք մեր բարական մի քիչ ասում ենք, որ ավելի շատ ուշադրություն լինի երեխայի հանդեպ, ու դա ապահովում էր կոնկրետ day home-ի բանը, կինը, ու մենք այդպեսով ոնց որ դա հարմարվեցինք։ Հա, իսկ այդտեղ մեծ թվով հայեր, որ օրինակ գոնե երեխաները հայերի հետ շփվեն, հայերեն լեզուն իմանան, չմոռանան։ Դե կոնկրետ, եթե Կանադան շատ մեծ է, գիտեք, Տորոնտոյում շատ կան, այնտեղ 7 հայկական եկեղեցի կա, ու մեծ համայնք, այնտեղ մոտավորապես 40,000 հայ ապրում են։ Մեր պարագայում մենք Ալբերտա ենք տեղափոխվել, այստեղ Էդմոնտոնի շրջակայքում այդքան շատ չէ, մոտավորապես 150 ընտանիք են։ Կալգարի կողմերը մի քիչ ավելի շատ են, մոտավորապես 300 թե 500 ընտանիք են։ Ընդհանուր առմամբ շփում կա, այսինքն հայերը շփվում են իրար հետ, ու մենք նաև ես անձամբ Ալբերտայի հայերի հետ ասոցիացիայի անդամ եմ, ու մենք փորձում ենք ինչ-որ միջոցառումներ կազմակերպել, որ հայերը շփվեն իրար հետ, տարբեր առիթներով, ու այդ ռուսյան ոնց որ շարժ կա, ու ցանկություն կա, որպեսզի բոլորը շփվեն իրար հետ։ Հա, իհարկե, հայրենակիցներով հավաքվեն, երևի տոներին չէ հիմնականում։ Աշխատում ենք տոներին, աշխատում ենք այնպիսի միջոցառումներ են, որոնք որ տեղական նշանակություն ունեն, օրինակ կա, ասենք, Calgary Stampede, or, չգիտեմ, Heritage Festival, կամ ինչ-որ բան, որտեղ Հայաստանն ենք ուզում ներկայացնենք, ու դրա շուրջ ենք աշխատում, կամ ասենք, օրինակ, մեծ եղեռնի օրվա կապակցությամբ Էդմոնտոնի այդ կամուրջի լույսերը դրեցինք Հայաստանի եռագույնը։ Տենց ինչ-որ բաներ ենք անում, որ համ հայերին հավաքենք, համ ոնց որ տեղի բնակչությանը նաև տեղեկացնենք, թե հայերը ինչ են, որովհետև շատ մարդիկ Հայաստանի տեղը չգիտեն, անունն էլ չեն կարողանում արտասանել։ Ասում ենք Արմենիա, ասում են Ռոմենիա, ասում չէ, Արմենիա, որովհետև, հա, բայց հիմա շատ փոխվել է, վերջի պատկապես մի տարվա ընթացքում, հատկապես որ Քարնին եկավ Հայաստան, դե իր հետ այդ ամբողջ մեդիա ուշադրությունը եկավ, հիմա շատ ավելի մարդիկ են ճանաչում Հայաստանին։ Ով կներեք։ Քարնին, Մարկ Քարնին, Կանադայի վարչապետը։ Հա, ինքը եկավ Հայաստան, չէ, վերջերս այդ սամիթին, եթե նկատել եք։ Հա, Հայաստան ունի դեսպանատուն կա Կանադայի հիմա։ Որ առաջ չկար։ Իհարկե, ասենք փոքր ավելի լիազորություններով, բայց ոնց որ կապերը կան, հա։ Դիվանագիտական հարաբերությունները խորանում, զարգանում են։ Այո։ Դե մենք հայերովս էլ փորձում ենք ինչ-որ կապ իրար մեջ պաշտպանել ու խոսել։ Դե էլ այդ մակարդակը չենք ասեմ, ոնց որ Տորոնտոյում, Տորոնտոյում նույնիսկ հայկական դպրոց կա։ Հա։ Որտեղ որ երեխաները հայերեն են ասում, իհարկե արևմտահայերեն են, բայց էլի կա։ Ստեղ չկա։ Գոնե գրերեք իմանան էլի։ Հա, ստեղ հնարավոր է որ լինի, բայց հələ դեռ ահագին ժամանակ պետք է լինի, ոնց որ կազմակերպությունը պետք է հազորանա, որ կարողանա դպրոց ստեղծել։ Ամառային ճամբարներ բան կարող է լինի շուտով, դրա շուրջ աշխատում ենք, բայց դպրոցը լավ որ մի քիչ դժվար է։ Այսինքն խնդիրը դրված է ամեն մի ծնողի վրա անհատական, որ երևի անհատական զբաղվի իր երեխայի վրա։ Հա, ոնց որ պետք է անդադ երեխայի հետ փորձես խոսես հայերեն, որ չմոռանա։ Փորձում ենք նույնիսկ on-line հարթակներով երեխաներին ստիպում ենք, որ շաբաթը գոնե մի անգամ հայերեն դաս անեն, որ չմոռանան։
Բայց դա շատ տարբեր է, այն ինչ որ ունես, ասենք Հայաստանում կամ ասենք ինչ որ դպրոցում լինես։ Հա, իհարկե։ Շատ տարբեր է։ Այդ ավելի շուտ ոնց որ տեսականն է ստացվում էլի, բայց պրակտիկապես մինչև չշփվեն։ Հա, չէ, պրակտիկապես ամեն ինչ ազդում է դրա վրա։ Նույնիսկ ասենք, եթե ինքը հայերեն խոսում է, հետո 5 րոպե հետո գնում է իր դպրոցում շարունակում անգլերեն խոսալ, կամ նույնիսկ ին դեպքում, եթե ասենք ինչ որ բան ասում է, հետո անցնում անգլերեն խոսում, իր համար մի անգամից այդ բանը փոխվում է, բայց ասենք եթե պարբերաբար ամեն ինչ հայերեն է խոսում, բան դա ուրիշ ազդեցություն ունի։ Այդ կնշեք Կանադայի ու Հայաստանի միջև ինչ տարբերություն կասեք, որ գիտեք, որ Կանադայում այդ շատ լավ է դրական է, բայց Հայաստանում բացակայում է դա։ Մարդկային, ասենք, հեռավորության զգացումն է տարբեր Կանադայում։ Ես չեմ ուզում ասեմ լավ վատ, ուղղակի կարամ համեմատեմ, որ Կանադայում մարդկային հեռավորությունը շատ ավելի շատ են հարգում, քան Հայաստանում, այսինքն ոնց որ անտեղի հարցեր չեն տալիս իրար, չգիտեմ, ոնց որ իրանց այդ շփումը բան, նույնիսկ ասենք, որ իրար հետ խոսում են, հեռավորությունը մի քիչ ավելի ուրիշ է, քան Հայաստանում։ Հայաստանում սիրում են sense իրար քիթ մտնեն, բան չէ, ավելի մեջքին դնեն ուսին դնեն։ Հա, որը ասենք մենք ընկալում ենք որպես բան, ոնց որ մոտիկություն, մարդամոտություն, ու ասենք ոնց որ ջիգար ոնց որ ասում են, ստեղ այդ մոմենտը չեն հասկանում իրանք ասում են ինչ ես դու sense մոտին կանգնում կամ ինչ ես մեզ այդպես բարձր խոսում։ Ստեղ ավելի փափուկ է մարդիկ, ու այդ հեռավորությունը մարդկային անձնական այդ privacy-ն իրանք ավելի շատ են հարգում։ Ես կարծում տարբերությունը դա մերից մեկը դա է։ Մշակութային տարբերություններից կասեմ, որ Հայաստանում շատ ավելի ջերմ են մարդիկ, քան ստեղ։ Ջերմ նույնիսկ ասենք սահմանացնող ջերմ, շատ հաճախ ասենք այդ բարձր խոսալը կամ բանը ոնց որ մեր համար նորմալ է, բայց կողքից լսում են ասում են չկռիվեք անա, չէ, ուղղակի շփում եք։ Իսկ իրաց մոտ ավելի փածածր են խոսում, բան, հա, Կանադայում մի հատ բան կա, որ իրանք չեն սիրում կոնֆլիկտ, այսինքն ուղիղ կոնֆլիկտ մարդկանց հետ չեն սիրում։ Սա պատերազմով։ Հա, ու ասենք նույնիսկ ասենք նախընտրում են ինչ որ բանի չպատասխանել, քան թե ասենք գնա կոնֆլիկտի, ու ասենք դա անդրադառնում է նաև գրավոր հաղորդակցությանը, որը որ մեր համար շատ նույնիսկ ջայնացնում է, ասենք կարող է մարդուն email գրես կամ message գրես կամ բան չպատասխանի քեզ։ Ասես լավ, այս մարդն ինչ չի պատասխանում, բայց ինքը իր մեջ այդ ինչ որ կոնֆլիկտից դրանից խուսափում է։ Բայց մեր դեպքում մենք սպասում ենք, որ մի բան ասում ենք, մեզ պատասխան տան, չէ՞, ասենք որ դրան պատասխանել, էլի պատասխան տան։ Դենց շփման տարբերությունը դա է։ Ну, ասենք կանադական շնորհքություն երևա։ Դա հենց մեզ համար անշնորհքություն, բայց իրանց համար դա նորմալ է։ Չպատասխանել դա նորմալ է ու ասենք դե իհարկե մարդիկ կան որ պատասխանատու են։ Իրանց մեջ է որ հարցնես, մարդկա նորմալ է, մարդկա նորմալ չի, բայց մեծամասնությունը ինչ որ ես տեսել եմ, ինչ որ բան եմ արել, զգում եմ որ մարդիկ երբ որ սկսում են քեզ չպատասխանել կամ ինչ որ բան հետ համաձայն չեն, կամ ուղղակի խուսափում են ինչ որ կոնֆլիկտից։ Դեպքում ասենք լրությունը համաձայնության նշան է, դա լրությունը անհամաձայնության նշան է, մեծամասամբ, որովհետեւ եթե ինչ որ բան ստեղ ստացվում է, շատ արագ է ստացվում, ասենք եթե աշխատանք ես ընդունվում կամ բան կամ չգիտեմ ինչ որ բանի շուրջ զրուցում ես կամ ինչ որ գործարք է տեղ ունենում, եթե ամեն ինչ նորմալ է, շատ արագ ամեն ինչ հարց լինում է, բայց հենց տեսնում ես որ միտեղ կանգնես մեկը քեզ չի պատասխանում, ուրեմն ինչ որտեղ կոնֆլիկտ կա, որ այդ մարդը քո հետ չի շփվում։ Կոչվում է ghosting է կոչվում այդ երևույթը։ Ghosting, այսինքն քո ասած քո բաները մի պահ ժամանակի առաջ դու շփվում ես, մեկը հոп այդ հաղորդակցությունը կտրվում է։ Հա, ուրեմն վերջ։ Դա հա շատ կանադական բան է դա ու փափկություն է էլի այդ կա որ շատ տարբեր է Հայաստանի հետ։ Հա։ Երեքիա ամեն դեպքում երկար ժամանակ որ ամուսիններով աշխատանք եք փնտրել։ Այդտեղ մշակույթը ո՞նց է որ եթե ես աշխատանք եմ փնտրում, օրինակ Հայաստանում ենթադրում դե գիտեք, ռեզյումեն ուղարկում ենք,
այդ դեպքում արդեն Հայաստանում լրություն է։ Հետադարձ կապ չկա, որ նայեցինք, ստացանք ռեզյումեն, չեք համապատասխանում կամ այս կետը չէր բավարարում մեզ, աշխատեք ձեր վրա չէ։ Գիտեմ, որ եվրոպական շատ երկրներում օրինակ տեսեք պատասխանում են, որ այս կետով չեք համապատասխանում, այս բանը պակասա, թերիա։ Կանադայում ոնց է լինում աշխատանքի ընդունվելը, ռեզյումե ուղարկում եք ու էլի կա լրություն, թե հիմնականում հա, լրությունը շատ է, բայց դա կախված է նաև շուկայից։ Օրինակ, եթե դուք աշխատանք փնտրեք Տորոնտոյում, դա անհնար է աշխատանք գտնելը, շատ դժվար է, որովհետև շուկան շատ հագեցած է, շատ մեծ ընտրություն ունեն գործատուները։ Ասենք ինչ-որ միտեղ, ինչ-որ բանի, ինչ-որ գործատուին հասնելն է խնդիր, որտեղ ամբողջ իրանք ինձ համակարգեր ունեցել են շրջապատում, որ մինչև ռեզյումեդ հասնում է 1000 AI է անցնում կամ ասենք ինչ-որ ֆիլտրացիա է անցնում։ Հիմնական լավ աշխատանքներ գտնվում է անձնական շփումների ժամանակ, երբ որ գնում ես կոնկրետ ինչ-որ մի միջոցառման կամ բան, որ մարդ քեզ անձամբ տեսնում է, այդ ժամանակ ավելի հեշտ է լինում։ Ու ասենք իմ պարագայում էին բոլոր գործարքները աշխատանքները եղել անձնական շփումների հիման վրա, տիկնոջես բոլոր աշխատանքները եղել անձնական շփումների հիման վրա։ Շատ հազվադեպ է եղել, որ կոնկրետ ինչ-որ ռեզյումեն որ ուղարկենք, հենց օնլայն ինչ-որ հրավիրեն հարցազրույցի բան եղել, հա դեպքեր, բայց այն էֆեկտիվը չի, ինչ-որ դու անես անձնական, այսինքն ոնց որ այդ բանը ներկայացնեք, էլի ձեզ։ Հա, պետք է գնաս ներկայացնես, sense որ ասում ես այս այն ռեզյումեն կուղարկեմ, իսկ պատասխանեն, հա, նաև կախված է մասնագիտությունից։ Եթե ասենք ինչ-որ IT high IT մասնագիտությունն է, որը ծրագրավորման բանը, շանսերը շատ ավելի մեծ են, որովհետև ասենք, բայց ասենք եթե օրինակ հաղորդակցության կամ մարքեթինգի մասնագետ, դե ամեն երկրորդը ավարտած է, տենց տեղական տեղի անգլերենով ու ասենք իրանք նայում են դրան, հա, բայց երբ որ դու կոնկրետ ինչ-որ առավելություն ես ներկայացնում արդեն որպես ավելին, որ իրանք տեղում չունեն, այդ ժամանակ նոր աշխատում է այդ ամեն ինչ, էլի։ Այսինքն դե պետք է մտածել, որ եթե ուզում ես մրցունակ լինես շուկայում, շատ ավելին պետք է կարողանաս առաջարկել գործատուին, քան տեղացիները։ Այդ ժամանակ շանսերը շատ ավելի մեծ են։ Ոչ մեկ ասում եմ ստանդարտներով չի շարժում ստեղծել, շարժում են, ասենք դու էլ ինչ ավելին կարող ես անել, եթե կոնկրետ աշխատանք ես փնտրում։ Բիզնեսի մեջ բաները մի քիչ ուրիշ են, ոնց որ որակավորման, այդ դեպքում մարդիկ նայում են, թե ինտերնետ ինչ շահ կլինի կամ բիզնեսին ինչ օգուտ կլինի, բայց երբ որ գործ են ընդունում աշխատանքի, այդ դեպքում շատ ֆակտորներ են հաշվի առնում, նույնիսկ քո անուն ազգանունը կարող է տարբեր լինի։ Ես եղել է դեպքեր, քանի որ իմ ազգանունը տենց երկար է, չեն կարողանում արտասանել Համբարձումյան։ Մեզ համար դա հեշտ է, բայց իրանց համար շատ բաղաձայներ կա։ Դեպքեր ա եղել, որ մենակ այդ դրա պատճառով չեն կանչել հարցազրույցի։ Որպես չեն կարողանում, այնց համար խորտ ինչ-որ ազգանուն։ Դե այնմա բացատրի Հայաստանից եմ ես, Համբարձումյանը, Վիկտոր Համբարձումյանը իմ հորեղբոր բանն ա եղել, ոնց որ պապուս հորեղբերն ա եղել, տենց ասենք ինչ-որ տենց բաներ չեն, իրանց համար դա այդ մեր մենակ Հայաստանում է ընդունվում, ստեղ չէ։ Ստեղ մենք օտար մարդիկ ենք, որոնց ամեն ինչում պետք է ապացուցենք, որ մենք ավելի լավն ենք։ Որ պահանջարկ ունենաք էլի։ Պահանջ, այո, շատ բան է, ոնց որ այդ առումով եռանդը ուժը ներդրումը պետք է ճիշտ ուղղությամբ օգտագործել, որպեսզի ինչ-որ արդյունք լինի դրա շուրջ, էլի։ Դա է խնդիրը, ստեղ ոչ մեկ նորից ասում եմ, դες չի սպասում մեզ։ Հապասորդ մեծ համազգություն է պետք ունենալ, որ ոնց որ գիտեք, որ ձեզ չեն սպասում ու աշխատանքի դեռ չկա ու վերկենալ ու տեղափոխվել օկեանոսից են կողմ։ Ճիշտ մոտեցումը հարցերին, ես ասում եմ, դա եկել է իմ դասում ապրելու փորձից։ Հա։ Չի եղել, օրինակ տիկինս մի հատ տես չէր, ինքը մենք ասում ես, ռեզումես ուղարկեմ, բան սենց ինչ որ, բան ուղարկում ես, ինչ կասում, տեսնում ես։ Դրա համար ուրիշ գործ ուզին է։ Դրա համար կոնկրետ իր աշխատանքը գտնելու համար ես անձամբ ինքս իրան տարել եմ միջոցառման, networking։ Ասացի գնամ արկանցից ուղարկի զրույցի ներկայացի խոսա։ Դրանից հետո մի երկու օր հետո իրանք կանչեցին հարցազրույցի, ընդունեցին շատ լավ աշխատանքի։ Ճիշտ ուղղության վրա եք էլի գնացել։ Հա, ու ասենք այդ քայլերը որ ձեռնարկում ես, պետք է արդեն տեղում հասկանաս, թե իրանց մոտ ինչն է ընդունելի, դու ոնց կարող ավելի տարբերվես մնացածից ամբողից, էլի։ Այդ տարբերելը շատ դժվար է։ Հա։
ու ասենք հա պետք է տարբերվես, որ կարողանաս առաջ գնաս։ Իսկ եթե կյանքի որակը ընդհանուր համեմատեք Հայաստանի հետ, շատ է առաջընթացը այդտեղ։ Այ օրինակ որ գալիս եք Հայաստան, շատ եք այդ մտքին հանդիպում, որ վայ դե էսքի այլ Հայաստանում էսպես էս բանը գնում։ Օրինակ կյանքի որակի մակարդակները շատ տարբեր են մարդկանց մոտ։ Էլի գոյն տրանսպորտը համեմատենք։ Տրանսպորտը օրինակ այդ առումով մեզ մոտ բան չկա, խցանում չկա։ Մեր ճանապարհները ազատ, լենուբոլ, երբ ուզում ես գնա, երբ ուզում ես արի, ոչ մեկ քեզ չի խանգարում։ Մարդիկ իրար հարգելով, հեռավորություններով քշում են։ Ստեղից հետո որ գնում ես Երևան, կատաստրոֆա է, ասենք, ստրեսային է այնտեղ, ասենք, այդ քիփ իրար վրա ասենց ամեն մեկը շուստրի մի կողմից մտնում է դուրս է գալիս։ Շատ դժվար է, հա։ Այդ առումով որակը տարբերություն կա, բայց ասենք կրկին ասեմ, կյանքի որակի հասկացողությունը շատ տարբեր է տարբեր մարդկանց մոտ։ Օրինակ մշակութային առումով ստե դատարկ կա։ Ուղիղ ֆլետ երկիր է, այսինքն ստե ամեն մեջ ստանդարտներ են, այտենց ինչ որ հսկայական ստեղ պատմություն չկա, 150 տարվա, 200 տարվա պատմություն ունի ընդհանրապես երկիրը։ Ստեղ ակնկալեց, որ ինչ որ կոթող պետք է տեսնես կամ բան չկա։ Հայաստանը թանգարաններ բան կլինի։ Թանգարաններ կան, հա, ու իրանք թանգարանները շատ լավ նայում են, իրանք national park-երը կամ բաները, ու ինչ որ ունեն, շատ լավ պահպանում են, բայց էլի չես համեմատի հազարամյա պատմություն ունեցող երկրների հետ։ Օրինակ, չեմ Հայաստանը, վերջերս Իտալիա են գնացել, Իտալիայից վերադարձանք մեր քաղաքը։ Ասենք Ֆլորենցիա, որտեղ որ ամբողջ մշակույթի 30% մենակ ընդեղ է աշխարհի։ Դրանից հետո ուստի գալիս է, ասենց ասում ես, էս ինչ դատարկություն է ստեղ, էլի։ Բայց այն դատարկությունը նայած ոնց նայես, այստեղ նաև կա ոնց որ այդ ազատության զգացումը, որ դու ազատ ես։ Մեծ տարածքներ գնում, անծայրացիր անտառներ, անծայրացիր լճեր, բնությունը միասքանչ ամեն։ Ես նույնիսկ գիրք ունեմ, որտեղ որ գրած է 200 շիշաժան տեղերը, որ կարող ես գնալ Ալբերտայում մեր նահանգում։ Ամեն օր այդ գիրքը բացում, նստում եմ իմ մեքենան, գնում եմ։ Հա, ես Facebook-ով տեսնում եմ վիդեոները։ Ու շատ հաճելի է գնալ այդ բնությունը այդ ամեն ինչը տեսնել, բայց այդտեղ չկա, ասենք օրինակ չես կարա Երևանի նման դուրս գաս շրջարան քայլես։ Հա, ո՞նց են հանգստանում մարդիկ, այսինքն, եթե մարդիկ հանգստանում են հենց բարբեկյուներով կամ ասենք բնության գիրք գնալով, կամ իրենց բեքյարդում ինչ որ խորոված են անում կամ բան, բայց ասենք այստեղ չկա, որ վեր գնաս, ասես այսա գնամ ես սուրճ խմեմ։ Հա պետք է քշես մեքենայով, հետո ստեղ ճարտարապետությունը downtown-ը բան այնց է ստեղծված, որ քայլելու համար այդքան հաճելի չի ոնց որ Երևանում։ Հա։ Կարող է գնաս ինչ որ քաղաքներ կա հաճելը, օրինակ Մոնտրեալ որ գնաս կամ Quebec գնաս, այնտեղ դեր պատմություն կա։ Օտավայում շատ գեղեցիկ, հատկապես այդ կառավարության կողմը, այդ բոլոր տեղերը եղել եմ, էլի որ համեմատեմ, բայց օրինակ եթե Edmonton-ի downtown գնաս, նույնիսկ վտանգավոր է քայլել, այնքան անտուն ու անհաջողակ մարդիկ են քայլում այնտեղ, որ վտանգավոր է քայլել։ Այդ ապահովությունը ոնց որ Երևանում չկա։ Հա։ Այսինքն այդ ամեն ինչը պետք է հաշվի առնես, ու երբ որ համեմատում ես, նայած ինչն է քո համար կյանքի որակ համարվում, էլի։ Իմ համար կյանքի որակը իմ համար իմ ընտանիքն է։ Եթե իրանք ուրախ են, երջանիկ են, իրաց համար հեշտ է ապրելը, դա է կյանքի որակը իմ համար, ասենք, հա։ Բայց ասենք ամեն ինչն էլ տեսել եմ, թե Հայաստանը, թե Երևանը, բաներ կա Երևանում շատ եմ սիրում, բաներ կա չեմ ուզում ասեմ չեմ սիրում, բայց ստովս չի։ Այստեղ օրինակ խցանումները։ Ապրեք։ Շատ ես վերջերս եմ եկել, արդեն մի 3 շաբաթ է, ու ասենք այդ խցանները ահավոր էր, ու դրա մեջ կոնկրետ տեղակ, ասենք գործով տեղ է գնում, ու ասենք այդ ճանապարհությունը տևեց 2 ժամ Երևանում։ Հա, իրոք։ Հա, ասում ու համատում ստեղի հետ դա, ասում ստեղ իշքան թեթև հանգիստ է, ստեղ իշքան դժվար է տեղաշարժվել Երևան։ Հա։ Բայց տրանսպորտել հասանելի այդտեղ։ Օրվա ողամին ազատ։ Հա, էլի կարելի է, այստեղ նույնիսկ կոնկրետ մեր քաղաքը փոքր քաղաք է, կարող ես ոնց որ զանգով կանչել, ավտոբուսը գա քեզ վերցնի, տանի ու ուզում ես, on demand-ա կոչվում է, դե։
Տենց ոնց որ Երևանի նման տենց խտացված չի ամեն ինչ ունակ տրանսպորտը, որ ավտոբուս ամեն 15 րոպեն գալիս է, բայց տեղից է կախված։ Օրինակ Տորոնտոյում տրանսպորտը շատ լավ է աշխատում։ Այնտեղ նույնիսկ մեքենա ունենալը անիմաստ է, որտեղ էլի խցանումներ են եւ դժվար է տեղաշարժվելը եւ շատ թանկ է հաճույք է մեքենա ունենալ Օնտարիոյում։ Օնտարիոյում աշխարհի ամենաթանկ ավտոմեքենայի ապահովագրությունն է։ Այսինքն կարող է դու մեքենայի չափ, ոնց որ վարկի չափ, մենակ ապահովագրություն նաև վճարես, որ կարողանաս մեքենա ունենաս։ Մեր մոտ մի քիչ ավելի լավ է այդ առումով, ոնց որ ապահովագրությունը ավելի ցածր է, Ալբերտայում, բայց էլի ոնց որ ինչ որ բաներ կա էլի։ Երևանում երևի ավելի շատ այդ տրանսպորտի այդ ոնց որ իրար գլխի լցված այդ վիճակներ ոնց որ բանը, բայց մնացածը նույնիսկ ես վերջերս 2 տարի առաջ եմ եղել Երևանում, շատ տարբեր էին մարդիկ։ Ասենք երևի ընդհանուր քաղաքական վիճակներից ելնելով էր, տարբեր շատ ավելի ոնց որ լարված են 24 թվի մարդիկ, քան 26 թվականի որ գնացի։ Նույնիսկ տրանսպորտից օգտվում ենք, մարդիկ իրար ավելի ոնց որ բարի համբույր զիջելով բան իրար հետ ավելի ջանջինգար խոսալով էլ ինչ որ տենց վիճակներ, որ այդ առումով տենց կարող համատել, ամենամեծ համատությունը, որ ուզում եմ անել, դա Կանադայի ու Հայաստանի միջև, դա ընկերների բացակայությունն է։ Օտար ենք, ինչքա չէ, այստեղ ընկերությունը այն բանի վրա չի, մակարդակի վրա չի, ինչ որ դու Հայաստանում կարաս ունենաս, հատկապես եթե ամբողջ կյանքդ Հայաստանում ես ապրել, ասենք այդ կապերը ընդ ստեղծել ես։ Նախ ընկերությունը սկսվում է շատ ավելի վաղ հասակից, ասենք դպրոցական կամ բանին, լավ ընկերները, որոնք կամ ուսանողական չէ, երկար տարիներով մարդկանց շփում ես, որ կարող ես ընկեր։ Մենք ոնց որ կտրված մի անգամից եկել ենք, ընկեր ենք ման գալիս դե, բայց ասենք արդեն այդ բոլոր այդ network-երը, կապերը արդեն ստեղծվել են, դու նոր ես գալի դրան մի անում։ Ասենք լիքը բանը չես հասկանում, լիքը մարդկանց ասենք շփումների բանի մեջ ու իսկական ընկեր ձեռք բերել շատ դժվար է այստեղ։ Հայելի հայ ընկերները գտնում ես, բայց ամեն դեպքում բոլորի զբաղվածությունը կամ հետաքրքրությունների կամ բանը, ոնց որ այդ network-ը տարբեր է։ Օրինակ Հայաստանում ես իմ ընկերների ցանկացած րոպե ասեմ, հեսա 5 րոպեից գալիս ենք, մենակ մի հատ սուրճ խմենք իրար, կասեն հա արի, իսկի դուրդ պետք չի զանգես, բան, մտնում ես ինաստուն, բան մի անգամից գնացիր տեն։ Ստեղ տես բան չկա, նախորդ պետք է զգուշացնես մարդկանց, օրինակ տանը լինեն կամ ասենք պատրաստ լինեն այդ բանը, տես բան կա էլի։ Հետո գրաֆիկն է խառը։ Գրաֆիկն է տարբեր, հա, հետո Հայաստանում ավելի ռելաքսդ են մարդիկ, հետո այնտեղ ոնց որ կարող Երևանում ամենակետը դենց ոնց որ ինչ որ բան տեղ գնալու համար ավելի քիչ ժամանակ է պահանջվում։ Ասենք դու գալու համար դա ասենք ուզում ես դու գաս սուրճ խմես, մի անգամ դու ես գալի կենտրոն լիքը հնարավորություններ կա։ Այստեղ ասենք պետք է նստես ավտոն գնաս պարկինգ մանգաս, բան կանգնես ես ավտոն դու գաս, հələ չգիտես այդ կաֆեում քեզ լավ կսպասարկեն, չես սպասարկի, չգիտես, ասենք ինֆորմացիա չունես։ Շատ ժամանակ է պետք որ ապրես ու ասենք 10 տարի հիմա ապրելուց հետո նոր մենք եկել ենք այն բանը, որ ինչ որ բաներ ինչ որտեղից գիտենք։ Ասենք քաղաքացի դառնալով կամ անով արդեն այդ գիտելիքները ձեռք ենք բերում։ Հիմա նոր մարդիկ որ գալիս են, ես հաճույքով կիսվում եմ իրանց հետ, որովհետև հասկանում եմ, որ իրանք կարող են ինչ որ ինֆորմացիա պակաս չունենան։ Շատ հատկապես իմ անշարժ գույքի բիզնեսի հետ կապված շատ հայեր եմ շփվում, որոնք որ ամեն ինչ շատ արագ են ուզում։ Գիտեք, հայկական բնավորությունը, չէ՞, ասա։ Ես կամ բան, արդեն 2 օր աշխատում եմ այս աշխատանքի տեղը, կարամ վարկվեսեն տուն վեսեն, ասում չես կարող։ Ժամանակա քեզ պետք է առնվազն 3 ամիս պետք է մի տեղ աշխատես, որ քեզ մարդ վստահի, որ քեզ տան մորգիջը։ Ոտ ես հետաքրքրում եմ, ասում հա ճիշտ է ասում, ասում ժամանակը ստեղ ուրիշ ձև է աշխատում, ոնց որ Հայաստանում։ Ավելի դանդաղ, ավելի բանա, ու ժամանակը պետք է տաս, որ ինքը քեզ տա հետ, ինչ որ դու ներդնում ես, քեզ հետ տա, ժամանակի առումով այդպես բան կա էլի։ Ընկերների բացակայությունը ամենամեծ տարբերությունն է, որ ինչքան է ուզում անես, այն ընկերները ինչ որ Հայաստանում ունես, այստեղ չես ունենա։ Լինում է այդպես դեպքեր, երբ որ ասենք մեծ խմբով են գալի, օրինակ այստեղ խումբ կա, որ նոր Հաչնից եկել են, Նրանք շատ
ոնց որ spike-ի նման էր իրար, էլի, այդ խումբը, ասենք օրինակ էլի խումբը, նայում ես, ասում ես մարդիկ ապրեն, էլի, որ կարողանում են իրար տենց հասնեն կամ բան։ Բայց ասենք օրինակ նույնիսկ տեղ եկա, ես Երևանի մի տեղից եմ, ասենք, եկել եմ ստեղ, ասենք այդ Հայաստանից եկած է, ինքը ինչ որ գյուղից է։ Մենք փորձում ենք շփվել իր հետ։ Հա, հասկանում եմ, այդ հարազատությունը բան ստեղծում ենք էլի, բայց համեն դեպս չի կպնում այդ բանը, որովհետև տարբեր էլի համակարգերից ենք եկել, տարբեր network-ից ենք եկել, տարբեր ապրելակերպից ենք եկել։ Հասկանում եք, դա է տարբերությունը։ Հենց այդ իմ կարծիքով դա միայն Կանադային չի վերաբերում, դա բոլոր երկրներն է վերաբերում, որ մարդիկ արտագաղթում են։ Այո, ասացիք, ենթարեք սրճարան է գնում, պիտի մի հատ էլ մտածեք, որ այնտեղ սպասարկումը լավ կսպասարկեն, թե չէ, եւ մտածում եք զարգացած երկիրը ամեն դեպքում Կանադան, բայց կա այդ խնդիրը փաստորեն այդտեղ, որ փաստորեն կարող մտնել սրճարան ու սպասարկումից դժգոհ դուրս գաս։ Հա, պետք է ուշադիր լինես այդ առումով, ոնց որ պետք է ռևյուները նայես կամ բան, նույնիսկ ասենք հարցուփորձ անես, որ ես գնում։ Անայք Հայաստանում սպասարկումը մակարդակը շատ ավելի բարձր է կամ Կանադայում։ Զարգացած լինելը դա ընդհանրապես կապ չունի, դա ավելի մշակութային բան է, կոնկրետ եթե վեր խոսում ենք սպասարկման մասին, էլի։ Այդ նույն կարող է նույն այդ հայ սպասարկումը կարող է կանադացին դուրս չգա։ Հա։ Ավելի այդպես մարդամոտ է ջերմ բան է սպասարկումը։ Բայց կարող է կանադացուց սառը սպասարկումը հայ դուրը գա, չգիտես։ Այսինքն այդ առումով հա պետք է ահագին ոնց որ ջանք գործադրես, որ գտնես այն տեղը, որտեղ որ քեզ ավելի հարազատ է։ Հարազատ է, որտեղ ես քեզ ինչ ես, ոնց ես քեզ զգում։ Ու ասենք ես նաև կարամ համեմատեմ այդ փորձը Անգլիայի հետ։ Անգլիայում ավելի դժվար էր լավ սպասարկում գտնել, ասում եք, հա, զարգացած երկիր է։ Բանը տակ Լոնդոնի բրիջի կամուրջի տակ ռեստորան են գնացել ընկերներով։ Ասենք բերեցի սառը քարացած պիցաները դեմնես դրեցին գնացին։ Ասում հա, Անգլիայում է, Լոնդոն բրիջի տակ է, թանկանոց ռեստորան, բայց ասենք այտենց բան, Հայաստանում այտենց բան հնարավոր չի։ Հայաստան մեր ուտելիքը, մեր սպասարկումը, մեր ամեն ինչը շատ ավելի բարձր մակարդակի վրա է։ Ասենք երկրի զարգացվածությունը դա դրանով կապ չունի, դա կապված է բանի հետ, մշակույթի հետ։ Հայաստանում եթե դեպքում արտահայտվեիք, իսկ Անգլիայում արտահայտվեցիք, օրինակ։ Շատ ասեցին, հա, օքեյ, բանը ոնց որ դրգոյեցինք, բայց այդ դրգոյությունը նույն ձև չէր, ոնց որ ընկալվում, ոնց որ Հայաստանում դա կընկալվի, էլի։ Այդ առումով։ Ու ասենք 3 անգամ թանկ ամեն ինչ ավելի։ Քան Հայաստանում։ Քան Հայաստանում, հա։ Դրա համար ասենք դրսում ապրելու ամենամեծ դժվարությունը դա է, որ ամեն ինչ կողքը պետք է նայես, պետք է ուշադիր լինես, ուսումնասիրես, չսպասես այն ինչ որ դու միշտ ունեցել ես Հայաստանում։ Ու ոնց որ այդ բանը ստախ քո կյանքը դարձնում ավելի բան, ոնց ասեմ, երանդուն։ Ես կարող բացատրեմ, էլի, ցանկացած քայլ դիմելու, ցանկացած բան գործողություն անես, պետք է նախորդ net ուսումնասիրես, տեսնես դա ճիշտ է, թե սխալ է, դա քեզ հարմար է թե չէ, նոր անես։ 1000 անգամ չափեք, հետո նոր կտրեք, էլի։ Հա, այո։ Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանից ինչը կտեղափոխեիք այդտեղ, որ բացակայում ազգում եք, որ լիներ ավելի լավ կլիներ կյանքը։ Ջերմությունը ընկերներին, ոնց ասեմ, սպասարկումը, ուտելիքի որակը, ջրի որակը, օդի որակը, նույնիսկ ասենք, չգիտեմ, շատ բաներ, հա, դա չեմ ասում, Հայաստանը չի ուզեն աստեղ ոչինչ տեղափոխել, Հայաստանում ամեն ինչ իր տեղում է։ Որ բոլոր հայերս պետք է ոնց որ կառուցենք, որ այդ ամեն ինչ որ ունենք, ճիշտ օգտագործենք, նույնիսկ ասենք այդ խցանում բաները, ես համարում եմ, որ դրանք ժամանակավոր են, ինչ որ լուծում դա գտնի, այսինքն հայերը շատ ավելի բան են, կրեատիվ մարդիկ են, ու իրանք ամեն ինչն էս կդասավարեն, որ այդ ամեն ինչը ժամանակին կփոխվի, ու մեծ ցանկություն որ Հայաստան դառնա Սինգապուրի նման երկիր։ Որը օրինակելի, ու արդեն օրինակելի է, ասենք մարդիկ արդեն ճանաչում են դրսում։ Մեր համար միայն չգիտեմ,
հաճելի բան է տեսնել Հայաստանը բարգավաճել է ու մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ այդ բարգավաճմանը ոնց որ մասնակից լինենք։ Իսկ Հայաստան գալուց ի՞նչն է, որ անհամբեր սպասում եք, որ այ պիտի գաք ու հասնեք դրան։ Օրինակ տիկնոջս համար առաջին իր ծնողներն են։ Գնա իրանց մոտ իրանց հանդիպի սուրճ խմի։ Իմ համար Կիլիկիա գարեջուր բացեմ խմեմ։ Առաջ էստեղ չկա։ Առաջի հենց որ գնաս բացեմ հետո հարյուր քայլերն եմ ձեռնարկում։ Դե իհարկե ընկերներին, էլի հարազատներին տեսնեմ բան։ Մենք կարող է այդպես է ոնց որ դրսևորվում։ Հա, մի հատ դուրս գամ Աբովյան փողոցով իջնեմ դեպի հրապարակ, ասենք, այդ մարշրուտով, հա։ Երևի առաջինը դա իմ անում Հայաստանում, հա։ Տենց։ Չկան այդտեղ այնպիսի խանութներ, որ հայկական ձերոսած ինչ-որ մթերքներ, թեկուզ Կիլիկիայի գարեջուրը չի արտահանվում, այսքան Հայաստանից։ Բանը որ չի հասել այստեղ, բանը Լոս Անջելես հասնում է Ամերիկա, բայց ոնց որ գարեջուր այստեղ չեն, ջերմուկն է այստեղ հասնում, Տորոնտոից բերում են հասնում այստեղ ադրտա, մեր ընկերներից մեկը խանութ ունի, բանում այստեղ սուպերմարկետ, ինչ որ հենց հայկական անկյուն ունի, տարբեր ջեմեր կամ ինչ որ բաներ կան։ Լավաշը առնում ենք լիբանանյան խանութից, սաջ բրեդա կոչվում է, իրանք մենք թոնների մեջ ենք սարքում, իրանք sense քարա կլոր, դրա վրա sense փռում են էլի, ու համարյա դառնում է լավաշ, կլոր։ Տենց մսի առումով արդեն ոնց որ մեր բանում ունենք տեղը, այդ հայկական խանութում իրանք արդեն իրանք ձևերը ունեն, ոնց կտրեն չալաղաճը կամ ասենք ինչ որ տենց բաներ, հա։ Ոնց որ ալտերնատիվներ փնտրում ենք, որ հայկական համը գտնենք, հա, դժվար է, էլի ինչքան ուզում ես ջանա, մեկը այդ ջուրը բանա օդը լրիվ ուրիշ ազդեցություն ունի։ Բայց այդ առումով, հա, երևի նաև դա էլի կտեղափոխվի, թե կարողանայի։ Իսկ եթե Հայաստանը Անգլիայի հետ համեմատեինք, Անգլիայում կար ինչ-որ այնպիսի մի արժեք, որ չկա ոչ Կանադայում, ոչ Հայաստանում կուզեիք, որ գոնե Հայաստանում լիներ։ Արժեք։ Հա, ինչ-որ լավ բան, դրական բան, որ ձեր ուղեղի մեջ ինքը միշտ սենց վառում է։ Ես, ասենք, մշակութային արժեքներին շատ դժվար է ինձ բանան դրան գնահատական տալ։ Ես կասեի ավելի շատ պատմական ինչ-որ բաներ կա ամենտեղ, որտեղ որ չկա կոնկրետ Հայաստանում, Հայաստանում չկա Big Ben, այնտեղ Հայաստանում չկա կոնկրետ այդ երկու հարկանի ավտոբուսը նույնիսկ չկա, որը որ Անգլիայում էր էլի, ասենք այնտեղ չկա տենց Գինես գարեջուր ոնց որ կա Անգլիայում։ Հա։ Տենց, բայց ասենք ինչ-որ մշակութային բաներ, որ ասեմ չէ, Հայաստանում հայ ժողովուրդը պետք է շատ բարձրանա, որ իրանց արժեքային համակարգը շատ բարձր մակարդակի վրա է։ Շատ մարդիկ դա չեն գիտակցում։ Ոնց որ այստեղ Կանադայում շատ մարդիկ չեն գիտակցում, ինչքան լավ երկում են իրանք ապրում։ Ինչքան ապահով երկում են ապրում։ Այստեղ մարդիկ կան անդադ բողոքում են, կանադացի տեղիները բողոքում են։ Այս կառավարությունը sense բան, այս ինչ չտվեցին, բան, ասում եմ դուք չեք տեսել ուրիշ երկրներում ինչ է տեղի ունենում, մարդիկ ինչքան դրվածություն են, ինչ խցկված են ապրում, ինչքան տարածքի խնդիր կա։ Այստեղ իսկ մեր հայերը իրար բան են անում, ոնց որ գզում են, ասում են այս բանը sense ասես բան, բայց ասենք մեր արժեքային համակարգը, մեր սրտի ջերմությունը, սրտի բարիությունը չունեն ոչ մեկ։ Ես ոչ մի երկրում չեմ հանդիպել այդ կարգի բան, ու հայերը դրանով պետք է ուղղակի հպարտանան, որ իրանք այտենց արժեքային համակարգ ունեն, այտենց ընտանեկան համակարգ ունեն, չգիտեմ, մի խոսքով։ Ուղղակի ամենտեղ ոնց որ մարդիկ ինչ-որ օդից խնդիրներ ստեղծեն, չէ՞։ Թեկուզ փաստորեն Կանադայում են մարդիկ միևնույնն է բողոքում են։ Այո, մարդիկ խնդիրներ ստեղծում են հիմնականում իրանց ուղեղների մեջ, այսինքն կարող այդ խնդիրը նույնիսկ գոյություն չունի, բայց ասենք իրանք իրար մեջ մտածելով, օրինեն ասենք կոնֆլիկտային իրավիճակներ, օրինեն չգնահատեն ինչ որ իրանք ունեն, ու ասենք տենց ստեղծեն խնդիրներ, որոնք հետո շարունակում են իրանք այդ խնդիրները լուծել։
բայց իրականում իրանց ուշադրությունը ուղղում են սխալ բաների վրա։ Ու ծախսում էներգիան անիմաստ։ Ծախսում են իրանց ուշադրությունը սխալ բաների վրա, ու չգիտեմ, այդ շատ խորն է ամեն ինչ պետք նայել, ասենք դու որտես ապրում, ինչ մշակույթի տեր ես, ու ամեն տեղ էլ ամեն մշակույթի մեջ կան նաև լավ, վատ բաներ, որոնք որ դրանց շուրջ պետք է ուղղակի պայքարել, այդքան են։ Ձեր երեխաները ամեն դեպքում երևի հիմա դպրոց են, չէ՞ հաճախում։ Թե ավարտել են։ Հա։ Չէ, հաճախում են, երկուսն դպրոց են հաճախում։ Հա։ Դե հայկական դպրոցներին ծանոթ եք ընդհանուր առմամբ։ Կան ինչ-որ կետեր, որ ոնց որ հիացնում է կանադական դպրոցների մոտ, ու կուզեիք որ լիներ հայկական դպրոցներում ամեն դեպքում դրանք։ Հա, նախ համակարգերը շատ ավելի ստաբիլ են կանադական դպրոցներում, որը որ Հայաստանում ես չեմ տեսել, այսինքն նույնիսկ on-line հարթակները, դասագրքերի հետ ինչպես են աշխատում, դասատու աշակերտ հարաբերությունները կամ բաները ստեղ շատ ավելի ոնց որ կազմակերպված ու մասնագիտական մակարդակի վրա դրված, բայց դրան էլի տարբեր ձևով կարելի է մոնտենալ, էլի։ Օրինակ այստեղ դասատուն երբեք ծնողից փող չի ուզի, որ ասենք ինչ-որ միջոցառում կազմակերպեն, դա արվում է պորտալի միջոցով դպրոցի կողմից, այսինքն եթե ինչ-որ միջոցառման են գնում, շատ պրոֆեսիոնալ կազմակերպված է, այսինքն այդ միջոցառման համար նախորոք գրավոր բան ավարտում, ծանոթում ավարտում, ծնողը ստորագրում է դա, այնտեղ սեղանկարագրած է ինչ որտեղ է, ինչ արժի, on-line վճարում ես, դասատուն դրա հետ հնարավորապես գործ չունի։ Կամ ասենք, բայց միևնույն է ծնողը վճարում է։ Վճարում է, հա, այդ վճարը պարտադիր է, որովհետև ինչ որ տեղից այդ միջոցառումը դա պետք է ֆինանսավորվի, չէ՞։ Հա, ու ասենք այդ ամեն ինչը բոլորը հասկանան, բայց այստեղ չկա որ ասենք WhatsApp-ով կամ Viber-ով իրար գրեն, ասենք, բեր $20,000 դրամ ստեղ դու ես ստուդենտ ես, բան չկա։ Շատ ավելի ոնց որ բարձր մակարդակի վրա, ու ասենք, ես կարծում Հայաստանը դրա շուրջերը կաշխատի, դա կբարելավի, դա կկարգավորվի, այսինքն այդպես չի մնա։ Ու մենք մեր տեղից այս փորձը տեսնելով նույնիսկ ասենք դա կարող ազդեցություն ունենա, որ Հայաստանում այդ ամեն ինչը զարգանա տենց։ Իսկ Հայաստանում եթե դա սկսի զարգանալ, իմ կարծիքով կզարգանա եւ ավելին կգնա։ Եթե ասենք այդ առումով այդ հնարավորություն լինի։ Մարդիկ, ես ասում հայ ուղեղի մտածելակերպի ճկունությունը չունեն ոչ մեկ։ Նրանք ուղղակի պետք է դրսի լավ բաները վերցնեն, օգտագործեն։ Բայց այստեղ աշակերտ հարաբերությունները դպրոցում հիմնականում առողջ են, հատկապես ասենք, եթե կաթոլիկ դպրոց են գնում, այնտեղ ասենք ինչ-որ բաներ մեր նահանգից նահանգի Չէ, ոնց ասեմ, ոնց որ ռեգուլար բան չկա, ոչ սահմանները չեն անցնում։ Հա։ Հետո նահանգից նահանգ է տարբեր կա համակարգեր, օրինակ Օնտարիոյում շատ ավելի լիբերալ են դպրոցները, լիբերալ ինչ առումով, ասենք այնտեղ այդ LGBTQ այդ համասեռամոլ բաները շատ ավելի շատ են խոսում, քան ստեղ, մեզ մոտ էս վերջերս նույնիսկ արգելեցին շատ տրադիցիոնալ բանը նահանգ է դարել Ալբերտան, դպրոցում ասենք նույնիսկ այդ դրոշները բաները սա հանեցին, որը որ ցույցերի բանի միջոցով, թե ուղղակի ցույցերի, հա, մեծամասն մարդկանց ճնշման միջոցով, մեծամասնությունը մարդկանց էլի տրադիցիոնալ, նայած նահանգը տարբերվում է, ու ասենք այդ կրթական համակարգի վրա դա մեջ ազդեցություն ունի, նաև թե ինչ կառավարություն ունի տվյալ նահանգը, օրինակ Օնտարիոյում ասենք երբ որ ժամանակին լիբերալներին այնտեղ լրիվ բացի թող են թողել, ասենք ինչի մասին ասած չեն ուզում, խոսում են դպրոցներում, բան մարդիկ ուղղակի մանեն շատ ջղայնացած են դրանից, էլի որ արդեն 5-րդ 6-րդ դասից երեխեքը այդ ամեն ինչը գիտեն։ Հա, ստեղ այդ առումով պայքարը ճիշտ ուղղությամբ գնում ու մենք ասենք ոչ մի ինչ-որ տենց խնդիր չենք տեսել։ Հա, դպրոցում կռիվ չեն անում տղաները, որը որ մեր մոտ են կռվում։ Աղջիկ, բայց եթե կռիվ ալնում, շատ դաժան կռիվներ ալնում, ասենք փլիսով բանով խառը տենց էլի, որը որ ասենք կարող է շատ լուրջ բան ա եղել, դրա համար հարցակվել ինչ որ մեկի վրա, բայց
ֆիզիկական բան։ Ես իմ տղային տանեմ կարատե, որպես ինքը տեսնի, թե խփել է ինչ է։ Այսինքն ֆիզիկապես այդ բանը պատրաստ լինի, որովհետև ստեղ իր այդ չեն կռվում։ Մենք ոնց ամեն օր գնում ենք պայուսակը ուղիղներին խփում բան, տենց ինչ-որ տենց գրիվ դավի բան, ինչ-որ չգիտեմ, արտեր իրար վրա չգիտեմ ինչ-որ sense բաներ, բայց ստեղ չկա այդ առումով։ Էլի հիմա դա ասենք լավա վատա պետք է տարբեր ձևերից կարող ես նայել, էլի։ Ասենք նույն հարաբերությունները դասատու եւ աշակերտի միջեւ շատ ոնց որ հերվից էլի դիստանցիայով մեկը մյուսի սահմանը չի հատում, աստված չանի մեկը ասենք ինչ-որ վիրավորի դասատուն աշակերտին, բան չկա, ստե կդատեն, կկորցնեն այդ դասատուն, եթե ասենք ինչ-որ մեկը հանկարծ մի հատ թթու խոսք ասի։ Իրանք բոլորը իրանք բարերը ման հաղորդակ բան են անում, ծանրակշիռն է։ Հայաստանում է ոչ խարի մեկ անասունի մեկը կասի կարող ասեին այն ժամանակ, չէ, կավիճ շփրտեն վրա։ Դրա համար ասենք ոչ մեկ հետևից չէր գնում։ Իհարկե ասենք այդքան հաճախ չէր լինում որ, բայց լինում էին դեպքեր, չէ, ասենք որ նույնիսկ ասի ֆիզիկապես կամ ինչ-որ վզակոթին կամ ինչ-որ բան տար բան։ Այն ժամանակ հիմա չգիտեմ կարող փոխվել է։ Հիմա արդեն այստեղ էլ է արգելվում։ Հա, բայց հնարավոր չի դա համատել, էլ այսինք դա արվեցին, բայց մյուս կողմից չկա այդ ջերմությունը, մենք ոնց մեր դասղեկին սիրում էինք, գնում էինք իրան, չգիտենք կամ, ստեղ չկա այդ շփումը, ստեղ ասենք դասատուն դպրոցը դուրս է գալի, վсё, իրանք էլ ոչ մի շփում չունեն աշակերտի հետ, չկա այդ բանը, ոնց ասեմ, համակարգը, ջերմությունը չկա։ Իսկ ուսուցումը, որ երեխաները դեպի սովորեն, հա, մենք բան ասում եմ, ստաբիլ համակարգի շնորհիվ մարդիկ ասենք իրանց ինչ որ իրանց պետք է սովորում են ու ոչինչից հետ չեն մնում, այսինքն իրանց կրթավարության մակարդակը ինչ որ Կանադայի համար անհրաժեշտ է իրանք ստանում են։ Հա գնահատվելով ինչ-որ էլեկտրոնային օրագրերով բան, ոնց որ Հայաստանում է։ Հա, ամեն ինչ, ամեն շատ նես մակարդակի վրա, որ մենք չենք էլ անհանգստանում այդ առումով, այսինքն իրենց կրթությունը նորմալ ստանում են, մենք տեսնում ենք իրանք ինչ են սովորում, ոնց են սովորում։ Իրանք ոնց աշխատում են աշակերտներին բան չանել, ստրեսի չենթարկել, այսինքն բոլոր դասերն են կազմակերպվում, հա, որ իրանք գալիս են տուն արդեն տնային աշխատանք չունեն, արդեն այնտեղ ինչ-որ պետք է արած, արդեն գալիս են դպրոցից։ Հա։ Գալիս են ինչով են զբաղվում երեխաները այդ դեպքում։ Նայած ասենք երեխաները սպորտ են գնում կամ լող են գնում կամ ասենք գնում են զբոսնելու, հեծանիվ քշելու, չգիտեմ, տենց էլի։ Իհարկե համակարգչի առաջ են նստում, ընտանիքից ընտանիք տարբեր է, օրինակ ընտանիքներ կան, որոնք բոլորը իրանք հեռախոսներ ունեն, բան ես իմ երեխեքին արգելել եմ։ Ասեմ հեռախոսը միայն զանգելու համար գալիս ես տուն, դնում ես տեմ օրանում ես, մոտիկ չես գալիս։ iPad-ը կարող է մի ժամ ասենք, հա, ինչ-որ բաներ անի, համակարգչում այր, չփակում ես, ֆիզիկապես ինչ-որ բաներ է, գիրք կարդա կամ ինչ-որ բաներ է, բայց screen time չկա։ Ես դա անում, շատ ուժեղ ոնց որ հետևում եմ, որ դա լինի, վերահսկում եմ, հա, որովհետև ես ժամանակ մի պահ թողեցի ազատ, զգացի, որ երկուսի բանով սենց կորել է, արդեն իրանք իրականության հետ կապ չունեն, ասը չէ, ինչ-որ բան պետք է անեք, ես բանը փոխվի, հա, փորձում իրանց պահեմ ոնց որ երկրի վրա, էլի, ոչ թե վիրտուալ կյանքով ապրեն։ Դե դա պետք է այլընտրանք լինի ամեն դեպքում, որ երեխան էլ եթե արգելեցինք կողքից ինչով պիտի զբաղվի։ Կարևորը դուք գտել եք լողի եք գնում, կարատեի եք գնում, հեծանիվ եք քշում։ Ծնողի գործը ստեղ հենց դա, որ դու պետք է մտածես ոնց իրանց զբաղված պահես։ Առաջարկելու բանն են ասել։ Հա, կազմակերպչական բան է, ավելի շատ ոնց որ ուղղություն է հետի, ոնց անես, ինչ անես, որ իրանք զբաղված լինեն։ Հա, ասենք այդ առումով ծնողը նույնիսկ պետք է իր կոմֆորտից, իր ժամանակից որոշ բան կտրի, որ երեխեքին դա կարողանա տրամադրի։ Հա։ Դա շատ դժվար է։ Ծնողներ կան, որ խայտարակ զբաղված գրաֆիկով են աշխատում ու ասենք իրանք այդ հնարավորությունը չունեն, դրա համար այդ երեխեք ամբողջ օրը հեռախոսի iPad-ի մեջ են։ Հա, ստիպված։ Հա, որտեղ ինքը ուրիշ հնարավորություն չունի այդ մարդկանց իր երեխեքին զբաղված պահելու։ Իմ պարագայում ես ավելի փորձել եմ կազմակերպել իմ աշխատանքը բանից, որ այդ ժամանակը ես ունենամ երեխաների համար։ Հա։
Կատարում եք ճամփորդություններ այլ երկրներ։ Այդ առումով ոնց որ Կանադայի անձնագիր թույլ է տալիս ցանկացած երկիր գնամ, Ամերիկայում եմ եղել մի քանի անգամ, դες վերջերս Եվրոպա գնացինք, Իտալիա, դե Հայաստան գնացինք, ու իսկապես ճանապարհորդությունը շատ ճիշտ բան է, մարդու ոնց որ տարբերակելու որն է լավը, որն է վատը, ոնց որ օդափոխվելու շատ ճիշտ վերագնահատել, նույնիսկ տեղում ճանապարհորդելն է շատ կարևոր։ Իհարկե։ Նույնիսկ Հայաստանում ես ասում եմ, Հայաստանի մեջ ճանապարհորդելն է շատ կարևոր։ Այսինքն ամեն մարդ չնստի իր տունը բաներ, ասենք մեկ գոնե ասենք շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ ինչ որտեղ պետք է դուրս գալ գնալ։ Որտեղ այդ ճանապարհը բանը արդեն ինքը քո մեջ բանա բացում, ոնց որ նոր էներգիա է տալիս, ու բնությունը դա ամենամեծ անտիդեպրեսանտն է։ Երբ որ ես այդտեղ աշխատանքով շատ եմ ծանրաբեռնում, ամեն ինչ դնում եմ հեռախոսներս բան դնում եմ միտեղ, նստում եմ իմ ջիպը, գնացի բանը սարեր, նայում եմ այդ լճերին սարերին, հանգստացած հետ եմ գալիս։ Կապ չունի ինձ ռելաքս, հա, որովհետև այդ բնության ուժը շատ մեծ է։ Հայաստանում եք, բայց այդպես։ Հա, Հայաստան դե այդ ազատությունը չունեմ, ոնց ուստեղ ունեմ, այնտեղ մի քիչ ավելի խցկված է դա։ Այդ առումով, հա, բայց այստեղ ես որ ուզում եմ ցանկացած րոպե կարամ այդ հնարավորություն ունենամ, այսինքն։ Վեր կարամ ինչ որտեղ գնամ, էլի, հա։ Դե որ ցկուն գրաֆիկով եք աշխատում։ Այդ առումով ճանապարհորդությունը շատ կարևոր է մարդու համար, երեխեքի համար է։ Մենք էլ մեծ մասը որտեղ որ գնում ենք, երեխեքին հետներս տանում ենք։ Մեկը լիներ մեզ տաներ։ Կա ինչ-որ երկիր ձեր ճամփորդած երկրներից, որ չգիտեմ, ինչ-որ կետով շատ է զարմացրել ձեզ։ Հա, դե Իտալիան իհարկե շատ զարմացրեց։ Դե Իսպանիայում եմ եղել, Իտալիայում եղել, բայց Իտալիայի մշակույթը ու այնտեղի ուտելիքը, այնտեղի ամեն ինչը մի այլ մակարդակի վրա, ով ասենք շատ հաճելի երկիր էր։ Դե ասենք այնտեղ տեղը ապրողներն էլի, որ հարցնես, իրանց համար դա սովորական է, կդժգոհ են։ Հա, դժվար է իրանց համար, կամ հասկանում ենք այդ ամեն ինչը, բայց որպես մշակույթի կենտրոն աշխարհի երևի Իտալիան դա մի հրաշք է, մի հրաշք։ Իսկ ունեք պլաններում, որ միգուցե օրերից մի օր վերադառնաք Հայաստան կամ միգուցե Իտալիա որոշեք տեղափոխվեք։ Ճիշտն ասած, ես ավելի տենց գլոբալ քաղաքացի եմ ինձ համարում, այսինքն ես կուզենայի ավելի շատ մի որ ժամանակ մի տեղ ապրել, մի որ ժամանակ ուրիշ տեղ ապրել, տենց ինչ որ կոնկրետ բան չունենայի, էլի։ Երկար կյանքի, ասենք ինչ որ կապվածություն մի տեղի հետ։ Չգիտեմ, կապրենք կտեսնենք, ամեն դեպս մեր երեխաները շատ են սիրում Հայաստանը, շատ են ուզում այնտեղ ապրեն։ Հիմա ասենք եթե ինչ-որ կյանքի իրանց պերիոդում իրանք կուզենան այնտեղ ապրեն, ու կարծիքով շատ ճիշտ տեղ է Հայաստանում ձևավորվելու համար, որպես անձնավորություն, այսինքն բարոյական նորմեր առումով, որ թե ասենք տղայի համար որպեսզի դառնա տղամարդ, թե աղջիկի համար որպեսզի նա աղջիկ, տենց ասենք էլի։ Բայց կա իրենց համար օրինակ ինչ-որ տարօրինակություններ, որ գալիս են Հայաստան, որ ամեն դեպքում որ չհարմարվեն, երբ որ ստեղ են լինում։ Հա, օրինակ բարձր խոսալը չեն կարողանում հարմարվել, հա, այս վերջերս տրանսպորտում ինչ որ կին նկատողություններ արել իրանց բարձր, ասում իրենք դրանից նեղվել էին։ Ինչ որ տենց մի բան, հա, ասում հա, դա սովորական բան է Հայաստանում, այնտեղ չկա տենց բան, տրանսպորտում ինչ որ մի բան անես, մեկը քո երեխուն նկատողություն անել։ Ոչ մեկ երեխուն իրավունք չունի դաժե ինչ որ թարս նայի։ Ինչքան որ սխալ բան անի դիմացինը։ Դեսի մեծ ինչ պետք է անի, որ ասենք սա արդեն ոտի կանեն, ասեն սխալ ես անում, ասենք երևի ինչ որ հանցագործության մակարդակի բան պետք է անի, որ արդեն ոտի կանեն, բայց ասենք եթե ինչ որ մեկը բարձր խոսական բան կամ ասենք ինչ ակտիվ լինի, ոչ մեկ աշխարհի չի ֆոտասին դեմը նստի, ասենք հայավարի էլի, ասենք գնա նստի, նկատողություն անի, հա։ Այդ առումով մշակութային տարբերությունը իհարկե զգացվում է։ Ես կասեմ դա դեպքից մեկն է, որ էլի
նայես ոնց ես դու դրան նայում, էլի։ Ասենք իմ համար կապ չունի այդ տատիկը թարս խոսած կամ բանա, ասա, տատիկ ջան, հասկանում եմ, գիտեմ, որ սրտում դու բարի հայ ես, քո չարություն չկա, էլի։ Իսկ ստեղ ասենք կարող է հենց այդ հանգստության կամ բան հետը թաքնված լինի շատ չար մարդ, որը որ դու չիմանաս դրա մասին։ Ասենք իր մտքում ասենք այնց ոնց որ ամբարո բաներ անցնի, որ դու չես պատկերացնում։ Կամ անեցքներ խոսքի։ Հա, էլի դրա համար ասում էլի, ասում հայի սրտից լավը չկա։ Ահա։ Օրինակ, ինչ խորհուրդ կտաք այն մարդուն, ով որ ընդհանրեք հիմա պատրաստվում է տեղափոխվի Կանադա, ու որ ոնց որ դուք ձեր խորհրդով փորձեք օգնեք, որ ինքը ավելի հեշտ անցնի այդ ճանապարհը, քան թե որ դուք եք անցել ավելի մեծ դժվարություններով։ Ну, Կանադայի կառավարությունը այս պայծրությամբ նենց ճանապարհ ստեղծել, որը որ արդեն ըստ իրանց պետք է այդ մարդու ճիշտ ուղղությամբ տանի։ Այսինքն միակ ճանապարհը Կանադա գալու դա աշխատանքային վիզան է։ Դու արդեն չես կարող որպես մշտական բնակիչ գաս։ Ոնց որ ասենք մենք եկեք վերջի բանով, էլի։ Այսինքն չես կարող գաս փնտրես աշխատանքի։ Իրանք միակ դու աշխատանքը պետք է գտնես, քեզ կտան աշխատանքային վիզա, գալիս ես այդտեղ աշխատում ես, 3 տարի աշխատելուց հետո նոր ստանում ես իրավունք դառնաս մշտական բնակիչ 3 տարի ապրելով նոր ստանում ես քաղաքացիության հնարավորություն։ Այսինքն 6-7 տարի դու ասենք պետք է այդ տրանսֆորմացիոն վիճակի մեջ լինես, հա, ու երբ որ արդեն իր մոտ ստացվել է այդ աշխատանքի բանը ստանա, ոնց որ իրավունքը գա, ասեմ, այդ մարդու համար ամենաճիշտ հնարավորությունը զարգանալու դա սովորելն է ձեռքի հետ միասին։ Այսինքն ոչ բոլորն են ստանում այն աշխատանքը, որը որ իրանք երազել են։ Ասենք ես օրինակ մարդ եմ ճանաչում, ինքը ուսուցիչ է Հայաստանում եղել։ Ստեղ աշխատում է բան, խոհարար, բանում այդ նավթարդյունաբերության ճամբարում։ Տասեք ինչ տարբերությունն է։ Ինքը ուսուցիչ, եկել է դարել է խոհարար։ Դրանով է կարողացել ստանալ իր աշխատանքի իրավունքը։ Բայց հիմա ասենք իրան, եթե ինքը մնա այդ ուղու վրա որ շարունակի խոհարար աշխատել, ինքը կմնա խոհարար, ճիշտ է։ Դրա համար ամենամեծ խորհուրդը որ կտամ, երբ որ մարդիկ գալիս են այդ ճանապարհով, եթե փառք ասո, եթե իրանք իրենց մասնագիտական, ասենք ծրագրավորողը եկել է ծրագրավորողություն անում։ Իդեալական է, այդտեղ խորհուրդ տալու բան չկա, պրոստը պետք է ապրի բարգավաճի։ Բայց ասենք եթե եկել է մի մասնագիտությամբ, բայց աշխատում ավելի ցածր ուղղությամբ, որը ասենք ստիպված եկել է այդանալը, միակ ճանապարհը խորհուրդը կտամ, դա սովորելն է ու անդադ զարգանալն է։ Այսինքն աշխարհի բաց պայես տեսնես, որովհետև ես ասում եմ, այստեղ կոնկրետ ինչ-որ բանի հասնելու համար պետք է ջանքեր գործադրել։ Առանց դրա ոչ մի բան չի ստացվում, ոչ մեկ ստեղ չի սպասում։ Ու ասենք այդ շուկան ինքը գնալով փոխվում է, ավելի ինտենսիվանում է։ Ժամանակին Ալբերտայում այնքան լավ էր ամեն ինչ, մարդիկ որ գալիս են այստեղ աշխատանք են փնտրում, հարցազրույցի ժամանակ ստանում են աշխատանքի առաջարկ միանգամից։ Այսինքն գալիս են դուրը եկավ, ասում են, վաղանից կգաս գործի։ Տենց պիրուդել է ստեղ եղել։ Հիմա տես չի արդեն, հիմա արդեն էլի շատ դժվար է ինչ-որ հարցազրույցի հրավեր ստանալը, հետո այդ հարցազրույցի ժամանակ քանի անգամ մտել է դեպքեր եղել, որ այդ հարցազրույցի 3 հատ հարցազրույցը անցել, վերջում 1-ին կներես, մենք մեր բանը գտանք։ Ու այսինքն դա չպետք է վատը զգաց, որ վայ ինչ-ինչ չվերցրեցին, 1-ին վերցրեցին, շարունակում ես այդ առումով, էլի։ Հա, եթե ունես ոնց որ գործարարական ձիրք, ամենաճիշտ, ամենաբանը, ոնց ասեմ, արժեքավոր ճանապարհը այն կլինի, որ դու քո բիզնես ստեղծես։ Բիզնես ստեղծելու համար այստեղ բոլոր հնարավորությունները կան, բոլոր եթե ունես գաղափար, եթե ունես աշխատանքի հնարավորություն, կարող ես բիզնես ստեղծել ու բան անել, առաջ գնալ այդ ձև։ Դժվար է սկզբից, հեշտ չի։ Բայց նույնիսկ եթե քաղաքացիություն չունես, էլի պետությունը միևնույնն է քաջալերում է։ Բիզնես ունենալու համար պետք է ունենաս մշտական բնակիչ, ամենակիչը։ Այսինքն, եթե դու աշխատանքային վիզայով եկել ես, ստացել ես քո մշտական բնակիչի
իրավունքը դեպքում կարաս բիզնես ստեղծես։ Այսինքն ոնց որ մի մակարդակ ավել է, էլի։ Բայց ասենք այդ նույնիսկ այդ 3 տարին որ դու աշխատում ես ինչ որ մեկտեղ, էլի աշկետ բաց պետք է բայց ինչ որ բան սովորես։ Նույնիսկ ասենք այդ գործը ինչ որ դու կաս, կարաս սովորես թե այդ գործը ոնց կարելի է լավ անել, ու ավելին անել, հետո բացես քո բիզնեսը ու բան անես, որովհետև միակ ձևը այստեղ ինչ որ բանի հասնելու դա բիզնեսն է։ Ինչ որ եկամուտի բարձր մակարդակի հասնել։ Դե չի աշխատելով այստեղ հարկեր այնքան են, որ հարկերը կտաս, ասենք ես բիլերդ կփակես ու վերջացա։ Ոչ մի բան չես հասնել դրան։ Հա, մեկ էլ այստեղ եկող մարդկանց համար ամենամեծ խորհուրդն է մեկը այն կլինի, որ պարտքերի մեջ հնարավորինս չմտնեն։ Այսինքն կրեդիտ քարտեր չվերցնեն, ոնց որ տարբեր տեսակի վարկեր չվերցնեն, որովհետև դա մեծ ծուղակ է։ Այսինքն այդ ծուղակի մեջ ընկնում են, հետո տարիներ դուրս չեն գալիս։ Դե միջին կանադացին 70-ից 80 հազար դոլար ամբողջ կյանքը պարտք է։ Այսինքն անդադ կոկոս է վճարում այդ առումով, էլի։ Ու դրա մեջ ընկնել շատ հեշտ է։ Այսինքն այդ ծուղակի մեջ ընկնելը։ Մի քանի հատ կրեդիտ քարտ վերցնում ես, բամ 2-3 բան առնում ես, մեկը դնում ես, всё, սկսում է կոկոսները գալ, չես կան փակես, որովհետև քո ամբողջ գումարը գնում է վարձ կամ ասենք տան մորգեջ, գնում է ավտոմեքենայի, ինշուրանս կամ բան, հետո տեսնում ես, որ ամբողջ օրը աշխատում ես, որ վարկերին վճարես, հաշիվները փակես, հա, տոկոս փակես։ Այդ առումով շատ բան է, ոնց որ շատ կարևոր է, որ իմանաս, որ ցանկացած կրեդիտ քարտ որ վերցնում ես, պետք է իմանաս, որ դրա մեջ մեծ ծուղակ է թաքնված։ Երկար մտածես էլի։ Այո։ Շատ լավ։ Հիմա տամ իմ վերջին հարցը, Մինաս ջան։ Ես կասեմ նախադասությունը եւ դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք, ի՞նչն եք սիրում։ Հայն եմ սիրում։ Ջերմ։ Իմ անուշ Հայաստանի, հայի սիրտն եմ սիրում։ Շնորհակալություն։ Շատ հաճելի, հետաքրքիր, բովանդակալի զրույց ունեցանք, Մինաս ջան։ Նմանապես Շուշան ջան, ես շնորհակալ եմ, որ ձեռնարկել եք այս ամեն ինչը մարդկանց հնարավորություն եք տալի, որ կիսվեն իրենց փորձով։ Եվ ես ասում, եթե ժամանակին իմանայի, որ sense ալիք կա, անպայման կնայեի Կանադա գալուց առաջ ինչ այն սպասում, որ գայի ես։ Ոչ չգայիք։ Շատ սահմանափակ բան եմ ունեցել, ինֆորմացիա Կանադա գալուց առաջ։ Իմ ամեն կարելի շատ sense երազանքի երկիրը, որ գալիս ես, ասեմ, այդքան երազանքի երկիր չի, պետք է լինի ձև ծանր աշխատես, բոլորին ապացուցես, որ դու ավելին ես, քան բոլորը քո շրջապատում, որ ինչ-որ բան է հասնես։ Դե ամեն տեղ է, ոնց ասած կյանքը այդպես չէ, ուրեմն դա էլ ձեր ճանապարհն է եղել, գծված է եղել, որ պիտի անցնեք, հաղթահարեք, միգուցե զինված, օրերից մի օր որոշեք վերադառնալ Հայաստան ու մեծ գործ անեք Հայաստանի համար։ Թեկուզ հիմա այդտեղից էլի միևնույնն է հայերի հետ եք աշխատում։ Այո, չի բացառում։ Շատ լավ, ձեզ ասեմ հաջողություն ձեր աշխատանքի մեջ եւ լիքը լավ գործեր։ Հաջողություն ձեզ, շնորհակալություն։